ինքնաբանության սահմաններից։ Հիմա դուք, որ ասում եք կարող էինք անեիք այն ժամանակ ասենք։ Հնարավորություն ունեիք օրինակի համար, եթե որպես այդպիսին օրինակի համար ուսումնասիրությունը սկսել այլ հիմքով ու այսօր օրինակ ասել պաշտոնի ստանձնումը պահից ենք մենք էս։ Հիմա ո՞նց եք փորձում սահմանադրական դատարանի մի մասով իրավաչափ ճանաչված, այսինքն ավելի լայն ժամկետը փորձել տեղավորել ավելի նեղ ժամկետի հիմքով սկսած ուսումնասիրության շրջանակներում ու հիմնավորել ձեր պահանջը։ Եթե մենք ուսումնասիրությունը սկսեինք ոչ միայն այս գործով, այլ որևէ գործով օպերատիվ հետազոտական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի վրա, մենք գործում ունենք բացառապես կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի հետ։ Բացառապես։ Իսկ բացառապես հանցանքի հետ ողջանալ ապի հետ գործում։ Պատասխանի հետո ձեր հարցը կշարունակվի։ Այդ որոշումն էլ ձեր կոլեգան է կարծել, այսինքն ուրիշ մարդ չի կարծել։ Եթե նպատակը ինքը դրա մեջ ուզում դնել կոռուպցիայի դեմ ընդհանուր պայքարի համատեքստում, այս ուսումնասիրությունն իրականացնելու, այս դեպքում, չգիտեմ, Աշրաֆյան Նելի զեկուցագիրը կոնկրետ մեղադրանքի վերաբերյալ բավարար չէր ձեզ նմանատիպ ուսումնասիրություն սկսելու որոշումներ։ Ձեր մեկնաբանությամբ չեր կարող կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ դնել, որովհետև ձեր մեկնաբանության պարագայում պետք է հիմք լիներ ոչ թե քրեական գործով ստացված զեկուցագիրը, այլ օպերատիվ հետազոտական միջոցառման արդյունքում ստացված զեկուցագիրը։ Որովհետև ձեր մեկնաբանության պարագայում դուք ասում եք, եթե ինքը քրեական գործով ստացված զեկուցագիրն է, ուրեմն նպատակը բացառապես հանցավորության դեմ պայքարն է։ Եթե օպերատիվ հետազոտական միջոցառման արդյունքում ստացված զեկուցագիրն է, ուրեմն նպատակը բացառապես կոռուպցիայի դեմ պայքարն է։ Հիմա իմ ամբողջ ասածը կանում է նրանում, որ սահմանադրական դատարանը, բացի այն որ ուղիղացրել այս երկու նպատակները կարան համոզեն եւ միտեղ լինեն, մի հատ օրինակ է բերել, որ ավելի հասկանալի։ Պարոն Հարությունյան, եթե կրկնելու եք այդ նույն ինչը մի քանի անգամ ասել եք, կարիք չկա։ Բացենք ասենք ձեր մեկնաբանությամբ, ես սահմանադրական դատարանի որոշումը ընդհանուր եմ փորձում հասկանալ, չեմ ուզում մեկնաբանել, ընդհանուր հասկանալու համար պետք է բոլոր մասերը ուսումնասիրել։ Հիմա եզրափակիչ հատվածը, որ ուսումնասիրում եմ, ակնհայտ երևում, որ սահմանադրական դատարանը տարբերակել է ուսումնասիրության։ Դուք համաձայն չեք իրենց մեկնաբանության հետ, դա հարց չի, դա դիրքորոշումը, որը կհայտնեք։ Եթե հարց ունեք, խնդրեմ, որտեղ մենք պտտվում ենք նույն բանի շուրջ։ Պարոն Հարությունյանը ասի երրորդ անգամ իր նույն դիրքորոշումներն են ձևով հայտնեց։ Եթե այլ հարցեր կան, այլ հարցերը կոնկրետ, ես ուզում եմ կոնկրետ հայցա դիմումի մեջ նկարագրված գույքերի մասով ողջամիտ ու տրամաբանական կապը բացահայտի պարոն Հարությունյանը բոլոր գույքերի եւ բոլոր ենթադրյալ ապօրինի դրամական միջոցների կապը կոնկրետ ուսումնասիրություն սկսելու հիմք հանդիսացած որոշման մեջ նկարագրված ենթադրյալ հանցանքի հետ։ Բայց սահմանադրական դատարան որոշումների վերադառնալու ենք այդ հարցը, պարոն Ջահանգիրյան, այսինքն մի բան էլի փոփոխություն որևէ դիրքորոշման տեղի ունեցել, ասենք սահմանադրական դատարանը մի քանի 100 թերթից ավել որոշում է կայացրել։ Այս գործի վրա դա ազդելու է, թե չէ։ Ձեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն եղել է, թե չէ։ Թե ոնց կիրառում եք օրենքը, մեկ էլ նույն կերպ շարունակել եք կիրառել։ Էսա տրամաբանությունը ձեր տված։ Այս գործով որևէ կերպ փոխել եք, ինչ-որ բան սահմանադրական դատարանի որոշումներ կան։ Հայ դատարան պատասխանեցի այդ հարցին, ոչ վկայականչված փաստերի տեսանկյունից, որը փոփոխություն եւ բանի տեսանկյունից։ Պարոն Ջահանգիրյան, կոնկրետ այս սույն գործով դուք ասում եք, որ երկու նպատակներ կարող են տապալի, սահմանադրական դատարաններ ասում եք, դա չեք սասանող։ Հիմա կոնկրետ այս գործով, որ դուք երկու նպատակի հետապնդման համար եք սկսել ուսումնասիրությունը եւ բռնական հայկակագույքը, որոնք որ ներկայացնել ձեր հայցակիրում, որն էլ այդ երկու նպատակներն են ապահովում։ Դա ինչ փաստաթղթով է արտացոլված կամ ինչ ձեր վարորդային գործողության բանալի եղած։ Ասիկ որ ուսումնասիրության մեջ պատահող չեք նշել ու
Իսկ ինչ գործողությամբ պարտավորենք մատնացուցանել, որ երկու նպատակներ հետապնդում եք եւ արդյոք այդ մատնացույցը արել եք։ Պարոն Ջանյան, ոչ թե ուսումնասիրություն սկսելու մասին որոշման մեջ պարտավորություն վկայակոչել, այլ օրենքի նպատակը որևէ փաստաթղթում պարտավորություն վկայակոչել։ Օրենքի նպատակը պատժում օրենսդրական կարգավորումներից։ Հիմա մենք մեր հայցադիմում վկայակոչել ենք փաստեր, որ անձը կոնկրետ ժամանակահատվածից զբաղեցրել է X պաշտոնը։ Այլ օրենսդրական կարգավորում, հիմա մենք հայցադիմում նաև չենք նշել, որ Պարոն Մադալյան, իրապես սպասեք, հետո կզրուցեք, եթե խորհրդակցելու բան կա ընդմիջում ապրեք, դրդամ ընդմիջեք, խորհրդակցեք, եթե չէ, մի խանգարեք։ Մենք հայցադիմում կամ որևէ այլ փաստաթղթում նաև չենք նշել, որ ազգային ժողովի պատգամավորը այնպիսի պաշտոն է, որ ենթադրում է հայտարարի ներկայացնելու պարտականություն։ Այո, չենք վկայակոչում նման փաստ։ Բայց արդյոք դա բացառվում է ինքնին, դա այն փաստն է, որ բխում է օրենսդրական կարգավորումներից։ Մեր խնդիրն է ապացուցել, որ անձը զբաղեցնում է այնպիսի պաշտոն, որը հանրային ծառայության մասին օրենքի տեսանկյունից ենթադրում է հայտարարի ներկայացնելու պարտականություն։ Նույն իրավիճակը առկա է մեր կողմից օրենքի եսկամեն նպատակի վկայակոչման տեսանկյունից։ Հիմա, այսինքն, եթե մենք օրինակ դիցուկ, սկսենք ուսումնասիրությունը օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի հիման վրա, որոշման մեջ պետք է ուղիղ գրենք, որ մենք հետապնդում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ։ Չէ, դա կենթադրվեր։ Հիմա ես ասում եմ, որ այս դեպքում երկու նպատակների առկայությունը նույնպես ենթադրվում է առկա փաստերից։ Այլ եթե հարցեր եկեք այսպես պայմանավորենք, եթե հարցատվեք, եթե դիրքորոշումներ եք իրար Չէ, դիրքորոշում չի, հարցերու դիրքորոշում ուսումնասիրությունը սկսել է, որ Մհեր Սերոջյանին առաջադրվել է մեղադրանք, որը ապօրինի բռնաձանձնման մասին օրենքի համապատասխան հոդվածով սահմանված քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված արարք է։ Հիմա ինքնանպատակ չի էլ ես տարբեր հիմքեր նախատեսել 5-րդ հոդվածով, այդ հիմքերի նախատեսման իմաստները, որ սահմաններ որոշակի լինեն ուսումնասիրության։ Այդ թվում մեկ սահման, որպեսզի հասկանանք կապը կոնկրետ արարքի հետ, սահման, լայն սահման առհասարակ մարդու ապօրինի գույք ունենալու հետ կապված, օրինակ օպերացիայով սկսող ուսումնասիրությունները, ասենք ժամկետի հետ կապված։ Հիմա դուք ասում եք, ես ուսումնասիրությունը սկսել եմ այլ սահմաններում, բայց հայցադիմումս ուզում եմ այլ սահմաններում ներկայացնել։ Այդ դեպքում օրենսդրի տրամաբանությունը որն է հանդիսանում 5-րդ հոդվածում մի քանի տարբեր հիմքեր նախատեսելու։ Հետևաբար այդ հիմքերով սկսած ուսումնասիրությունը ծավալային առումով տարբեր հետևանքներ պետք է ունենա։ Հիմա դուք մեղադրանքով եք սկսել ծավալային առումով սահմանադրական դատարանի որոշման եւ եզրափակիչ եւ պատճառաբանական հատվածի ուսումնասիրելով հասկանում եք, որ ողջամիտ կապը պետք է լինի արարքի հետ։ Հիմա դուք փորձում եք տեղավորել օպերատիվով սկսած ուսումնասիրության շրջանակներում ավելի լայն ծավալի ապօրինի գույք դիտարկելու ու բռնագանձման պահանջ ներկայացնելու։ Հիմա այս դեպքում դուք չեք սկսել այդ հիմքով։ Հիմա սահմանադրական դատարանը դրա պատասխանը տվել է։ Սահմանադրական դատարանը նույնիսկ պատասխանը չտարել, օրենքով է 5-րդ հոդվածով սահմանները ըստ էության նախանշված էին։ Դուք ուզում եմ հասկանալ, էլի, որն է այս ձեր մեկնաբանության հիմքը եւ իրավական եւ հայտնում։ Նորից ձեր առարկություններն ու անհամաձայնությունն եք հայտնում հայցվորի դիրքորոշման հետ։ Չէ, ի պատասխան ընկերոջս հարցադրման ինքն ընդունում է, որ իրենք սկսել են այն հիմքով, որ կոնկրետ արարքի մասով է ուսումնասիրությունը։ Պարոն Մադալյան, որոշումը եւ կոնկրետ արարքի մասով։ Եթե այն հարցում եք, խնդրեմ, ձեր ասածը ընդհանրապես դիրքորոշումներ անհամաձայնությունը այն հարցերի շուրջ, որի վերաբերյալ հայտնեց պարոն Հարությունյանը։ Եթե հարց ունեք, ունեք, եթե չի առարկություններ կհայտնեք հետո։ Միջնորդություն ճիշտ ասած։ Եթե միջնորդություն ունեք ներկայացրեք։ Ասեք, ինչի վերաբերյալ։ Ձեր դիրքորոշումը հասկանալի է, պարոն Հարությունյան, ամեն դեպքում դա բնականաբար պարզաբանությունը չի, բայց մի հարց եմ ուզում տալ։ Դա խոսքը վերաբերում ասես 95 թվականից հետո ինչ ձեռք է բերվել, դա ըստ ձեզ բռնագանձման ենթակա է, դա 95 թվականից, չէ՞, ճիշտ ասած։ Ինչ ձեր ոչ թե ինչ ձեռքաբերվել, ինչ ձեռքաբերվել ու չի։ Դա հասկանալի է, այդ տարեթվից նկատի ունեք,
Հաշ չունեմ գործում Արժանացի ժամկետը 2005 սահմանված։ Այս ազգային ժամկետի ազգային պաշտպանից դա 95 թվականի համակարգի ղեկավարը, որը նույնպես այդ արարքի պաշտպան։ Պարոն Մանուչյան, դուք հարցում եք։ Հարց վերաբերում է ուսումնասիրություն սկսելու սկզբից համարվող ժամկետին, եթե ընդունել եք հարցից։ Պարոն Մանուչյան, այլ հայցակում եմ ձեր ներկայացված հայցապահանջում, որպես ուսումնասիրության սկսելու սկիզբ նշվել է 2000 թվականի հոկտեմբերի 26-ը և որպես հիմք վկայակոչվել է 2000 թվականի հոկտեմբերի 26-ի ամփոփ հաշվարկը, որը իրենից ներկայացնում է 2000 թվականի հունիսի 1-ի դրությամբ տվյալներ։ Եթե անհրաժեշտությունը ես պատճենական Հարցը հնչեցրեք։ Չէ, հարցը ինձ առարկայական ուսումնասիրի բանվարության որպես հաշվարկիս հիմք թվաբանական դուք վերցրել եք 48,534,000 տվյալ։ Այդ նույն 40 թվերով բերած 48,534,000 տվյալի ներքև անմիջապես առկա է 24,267 տվյալը, իսկ դրա կողքը 0.5 գործակից։ Ես դատարանը տեղեկացնում, որ այս շինության ամփոփ հաշվարկի մասին է խոսքը, որտեղ առկա է 18 սյունյակը ԳԱ գործակիցն է, ժամանակավոր կարգի մասին օրենքին, որտեղ բոլոր տողերում մեկ ստորակետ 0 է դարձած, ինչը տվյալ պահին գործող օրենսդրական կարգավորումների համաձայն նշանակում է, որ շինությունը ունի 80% վարելի հավաքվածության աշխարհ, այնուհետև գալիս է հսկայություն 0.5։ Ինչը նշանակում է ամփոփ հաշվարկն է պատասխանատու գործից, որը դրվել է այցի հաշվարկի սկզբի հիմքում որպես հիմք։ Այդ հարցը հետևյալն է, ինչու է հայցող կողմը կիրառել 48,534 տվյալը, իսկ ոչ թե հստակեցում 24,564 տվյալ։ Դա որ հասցեի գույքն է։ Դա Դավիթ Բեկ թաղամաս 9-10-79-80 գովազդորում։ Հարցական որպեսի մենք ամփոփ հաշվարկի տվյալում դրանում արտահայտված դիրքորոշումները այսպես միանգամայն ընդունելով Մանուչյանի դիրքորոշումը մենք էլ նա հասկանանք արդյոք հենց այդ դիրքորոշումը Մանուչյանը ներկայացնում է եւ ինչով պայմանավորված տարբերությունը։ Ես այս հարցին մոտ արձանագրեմ եւ պատասխանատու լրացուցիչ, բայց միևնույն ժամանակ ինչ անելություն է, էլի։ Իհարկե պատասխանեմ լրացուցիչ, բայց նույնիսկ եթե 24 միլիոնը վերցնենք 2000 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ նայես էֆեկտիվների կազմի մնացող կարող է կազմել առավելագույնը 443,827 դրամ։ Այսինքն գույքը միևնույն է չէ հիմնավորում։ Եկամուտներով կարող էր տոկոս փոխվել, դա դատանը կգնա դիետակապուրելում, կարող է բայց ժամկետի կայացման տեսանկյունից, գույքի օրինականության տեսանկյունից, որը ես ուղղակի հավելեմ, որ գործում առկա է սեփականության վկայական արդեն մեր Սետրեկյանի համոզված 2000 թվականի դեկտեմբերի 14-ին, որտեղ լրացուցիչ բաժնում հստակ դրված է, որ շինությունը 50-ից 80 ոչ թե 80-ից եւ ավելի։ Սակայն ազատես է։ Եվ այդ նույն հաշվարկի իմ երկրորդ բացատրումը այլ ինքը նաև ունի ԳՄ 17 սյունյակն այդ, այնտեղ որպես գործակից վերածած 0.95։ Տվյալ պահին գործող հիմքարկի մասին օրենքում անունի անբաժանելի հավելված դա հիմքարկի հաշվարկման համար։ Այս գործակիցը իրենից ներկայացնում է ամփոփ հաշվարկում ուսումնասիրություն կատարելու ուրվագծությամբ գույքի շահգործման տեղոցություն գույքի հնություն։ Ըստ այս գործակցի գույքը ունեցել է 6-ից 10 տարվա հնություն։ Եթե մենք 2000 թվականի հունիսի 1-ից հետ ստացվում է շինությունը կառուցվել է առնվազն 94 թվականի, երբ որ գործող պատասխանողը դեռևս պաշտոնատար անձ չէր։ Այսպես այնպես չեք գտնում, որ գույքը չի վերաբերում պաշտոն ստանալու ժամանակահատվածին։ Ձեր հարցը պատասխանել հետևյալով պատասխանել, դուք կարգավորեցիք հանրամատներ, որ կարող են ընդհանրել նաև այլ ոլորտի մասնագիտական
մասնագիտական հոդությունների արկայության անհրաժեշտություն նշել, որ մեր կողմից նշանակվել է փորձակնություն, որտեղ մենք փորձագետին առաջադրել էինք հարց, ոչ միայն շինարարական ծախսերի վերաբերյալ, այլ նաև նյութի կառուցման ժամանակահատվածի վերաբերյալ։ Եվ ապրանքագետները իրենց եզրակացությամբ նշել են հետևյալը, որ 1995 թվականի ապրիլի 5-ից 2000 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Դավիթ Բեկի առաջին կառավարության համարտած հասցեան կառուցված շենք շինությունների ընդհանրաշինարարական աշխատանքները կազմում են այսքան դրամ։ Մենք փորձագետներին ասել ենք տվեք արժեքը եւ հայտնեք թե երբ է կառուցվել։ Եվ փորձագետները պատասխանել են։ Հիմա ձեր դիրքորոշումը կարող է համապատասխան փուլում ներկայացնել, դատարանները գնահատի փորձագետի եզրակացության նշված հանգամանքները եւ ձեր դիրքորոշումը նշված։ Ուղղակի ներկայացնեմ որ նույն փորձագետի եզրակացության մեջ որպեսզի վերցնել են բացառապես ձերքորից նշված ուսումնասիրության շրջությունը եւ նախագծել այլ ելեկետերի տվյալները ոչ չի։ Ներողություն փորձագետը ինչն է հիմքում ընդունել դա իր մասնագիտական հմտությունների եւ գիտելիքների ոլորտից դուրս է, համապատասխան փուլը կարող է փորձագետի ներկայացնել բացել։ Պարզը միջնորդությունով ներկայացնում պարոն Բադալյան, դուք ինչ վերաբերյալ է ձեր հարցը։ Կոնկրետ հայցյան ռոկայի վերաբերյալ։ Այդ որում հանձնալ ներողություն բաներ ասեմ, պարոն Մարուշարյան, մենք նաև հետևյալ փաստ ենք արձանագրել, որ փորձագետի եզրակացության համաձայն շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 69.690.000 դրամից 85.180.000 դրամ, միջին արժեքը 77.435.000 դրամ։ Իրավասուն մարմինը հիմք ընդունելով պահպանված ապացույցն առանց որ նշված հողամասերում կառուցվել է բնակելիքով որ գնահատվել ավելի ցածր արժեքի ցածր գնով կատարված հաշվարկում ներառել է անշրջույքի ոչ թե փորձակնության արդյունքում ստացված այլ պահպանված ապացույցում առկա ավելի ցածր գինը, այսինքն թեև կադաստրային գնահատման արդյունքում ավելի ցածր է գնահատված, ինչով է պայմանավորված ավելի ցածր գնահատումը դա գնահատողները կասեն, բայց մենք նրան գործում ունենք ապացույց որ ոչ միայն 24 ու 48 միլիոն չի փորձագետի եզրակացության ներդրումային արժեքը, այլ 77 միլիոնից ավելի է։ Այսինքն այս հանգամանքներն են դատարանը մեկ հարց իսկ ձեր կողմից ուսումնասիրություն կատարել կադաստրային գործում հատկացնելու որը կոչվում է բնակելի հասարակական նոտարական իշխանության շենքի իշխանության ինվեստիցիոն համասերի բնութագիր վերնագրով, որտեղ շենքի բնութագիրը հուսակում ուղղակի նշված է կառուցման պալատիվը 1992 նորից 2000 թվականի նորից եմ ասում, պարոն Անչարյան, ինչի է փորձագետը եզրակացության նշել, որ այդ ժամանակահատվածում է կառուցվել, մենք հենց դրա համար փորձագետին հարց ենք տվել։ Ինչի է պատասխանել փորձագետը, որ այդ ժամանակահատվածում է կառուցվել։ Այդ հարցերը կարող է ունենան հնարավորություն փորձագետին հանդիպել։ Պարոն Ջահանգիրյանը չարցի։ Փորձագետի կողմից այդ հարցը հնչեցրել, հիմա պատասխան չի հնչել, դա պատասխան չի ինչ է, թե ձեզ համար ընդունելի պատասխան չի ինչ է։ Կարող եք ասեցիք, որ երկու ինքով է դուք եսիմասինցն եք իրականացրել, և որոնց այդ պայքարի և հանցագործության դեր պայքարի։ Դուքից յուրականչյուրի մասով կարող եք մականոշում անել, թե որոնք են հանցագործության դեր պայքարի արդյունքում հանգամանքների հետագա, որոնք են, որ կապված է պաշտոնավարման հետ։ Ես նշեցի, որ այս պարագայում առկա են օրենքի երկու նպատակները։ Ես չնշեցի մենք երկու հիմքով էլ ուսումնասիրություն ենք կատարած, որովհետև ձեր մեկնաբանության պարագայում մենք բնության մեջ չենք էլ կարող երկու հիմքով ուսումնասիրություն անենք, որովհետև քրեական գործով ստացված զեկուցագիր էր։ ՕՀՄ միջոցառման արդյունքում ստացված զեկուցագիր չէր։ Հետևաբար այդ երկրորդ հիմքով չենք էլ կարող իրականացնել ուսումնասիրություն։ Մենք ասում ենք այո, ուսումնասիրությունը սկսել են քրեական գործով ստացված զեկուցակի հիման վրա, բայց ինչպես դա արձանագրում մասնավորական դատարանը 102-րդ կետորոշման, այս դեպքում օրենքի երկու նպատակներն են առկա են, ինչը վերաբերում է հանցանքի հետ կապին, ես նշեցի արդեն ինչու մատուցելորում հանցանքի հետ կապը, բայց հանցանքի կապը նույնիսկ եթե բացառենք, նույնիսկ եթե արդարացնող հիմքով քրեական գործը կարճվի ընթացքը ավարտվի որևէ դեպքում միևնույն արտահայտ կորուպցիայի դեմ պայքարի նպատակը եւ այն գույքերը, որոնց բռնագրական պահանջը ներկայացված է, անկախ դրանից միևնույն պնդել են ներկայացված։
Այսինքն կարող ենք հասկանալ, որ այդ գույքերը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի հետ է կապված, այլ ոչ թե հանցավորության դեմ պայքարի։ Պարոն Ջանիկյան, ամենաառաջին պատասխանում ես շատ մանրամասն անդրադարձ կատարեցի, նշեցի, թե հանցավորության դեմ պայքարի նպատակը այստեղ ինչ դրսևորում ունի, վերագրվող արարքը ինչ վաստական հիմքերի վկայակոչման հիմքում ենք դրել, դրա արդյունքում ստացված տնտեսական օգուտը որն է եղել, իսկ ինչը որ հանցավորության դեմ պայքարի նպատակի հետ չի պատմում, ուրեմն պատմում է կոռուպցիայի դեմ պայքարի։ Նույնիսկ էլ եմ ասում, եթե հանցավորության դեմ պայքարի նպատակը վերանա, բոլոր գույքերը անկախ դրանից հաշվում են կոռուպցիայի դեմ պայքարի։ Ես ճիշտ հասկացա, որ բոլոր գույքերը կապված են կոռուպցիայի դեմ պայքարի հետ, իսկ գույքերից որոշ մասը կապված են նաև հանցավորության դեմ պայքարի հետ։ Եթե այսպես է, կարող եք այդ ժամանակ կողմը առանձնացնել այդ գույքերը, որոնք կապված են հանցավորության դեմ պայքարի հետ, որպեսզի դրանից հետո արդեն մեզ համար բարձր ներկայացնում ենք որոնք ձեռք են բերվել 2004 թվականին իմ կողմից նշված Հողամասի օտարումից հետո, ընկերության ձեռքբերումից հետո, ընկերության կողմից օգտագործվելու և դրա արդյունքում շահույթ ստանալու արդյունքում։ Իսկ այդ շահույթը եղել է բավականին մեծ, այդ շահույթը միախառնվել է այլ շահույթների հետ և հավասարապես օգտագործվել նաև մյուս գույքերի ձեռքբերման ընթացքում։ Մեր հաշվարկից դա ակնհայտ է, որ այն բոլոր գույքերը, որոնք ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցները գեներացված են իթիլոսանի նաև այդ ընկերության գործունեություն ստացող ժամանակ։ Այսինքն 4 թվականից սկսած։ Պարոն Ջանիկյան, ըստ էության, արագ 2004 4 թվականից սկսած բոլոր գույքերի վերաբերում է։ Որոշվեցիք միջնորդություններ իման ասեմ, որ պարոն Նորչարյանի նշած հարցը և ներկայացած փաստերը հստակ բանորությունն հաստատում են, որ այդ շինությունները կառուցվել են 92 թվականին կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքների հաստատքների համաձայն, որոնք կարծում եմ ձեր մոտ հնարավոր է լինեն։ Եթե չէ, որտեղ կադաստրային գործերը դուք բոլոր հասցեների վերցրել եք, չէ՞, թե չեմ սխալվում։ Հնարավոր է լինեն, մեզ տրամադրված նյութերի մեջ դրանք չկային, չէ՞, դրանք առանձին են հարցումների արդյունքում ձեռքբերվել, մեզ տրամադրված կարծում եմ նաև դրատանին տրամադրված նյութերի մեջ այդ կադաստրային գործերի հատվածները չկար, բայց ամեն դեպքում ըստ կադաստրի պաշտոնական տեղեկատվության նման հանգամանք կա։ Ես առաջարկում եմ ձեզ, խնդրում եմ այս հարցը մի փոքր ավելի խորությամբ ուսումնասիրել, թեկուզ մինչև հաջորդ նիստը, միգուցե հիմա հնարավոր չեղավ ամբողջությամբ ուսումնասիրել խնդիրը, այդ պատճառով նման դիրքորոշում արտահայտվեց, հաշվի առնելով, որ մի հարցի վերաբերյալ նշել եք որ ժամանակ, խնդրեցիք դրան ասում Նորից եմ ասում, թեև այդ հարցերը հնարավորություն ունեն ներողություն չէ կապ ունի, շատ էական կապ ունի, որովհետև նշված հասցեում կարող են որոշակի կառույցներ ավելի առաջ արված լինել, որոշակի կառույցներ ավելի հետո արված լինել, դա փորձագետները կապ։ Ես փորձագետին հարց եմ ուղղել, ասել եմ խնդրում եմ նշիր այն ժամանակահատվածը, երբ այս հասցեին կառուցվել է, եւ փորձագետ եզրակացության ներողություն էլի, նույնիսկ ես տեսնում եմ դրա արձագանքը, պարոն Մանուկյան, բայց նույնիսկ եթե այդ հասցեն ուղղված չունի, փորձագետական եզրակացությունից է դարձված են ամսաթիվը, որը նշված է գույքի կառուցման։ Ընդ որում, ես հիմա արտացել նաև հետևյալը 1999 թվականի ապրիլի 5-ին մեր Սետրեկանին տրվել է Երևան քաղաքի Դավիթ Բեկթամասի 9-10-79-80 հողավորներում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվություն։ Կադաստրային գործի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է նաև 1999 թվականին կազմված բնակելի տան նախագիծ աշխատանքային նախագիծ 99 թվականին կազմված, որի վրա արկա է դրություն այն մասին, որ պատվիրատուն մեր Սետրեկանն է։ Այսինքն մենք ունենք հետևյալ փաստերը 99 թվականին մենք բնակարարման պահանջ են, որում ներկայացնում ենք բնակելի տան հետ կապված։
Ունենք փաստ, որ բնակելի տան կառուցման շինություն դրույթով տրվել է 99 թվականի ապրիլի 5-ին, ունենք փաստ, որ 99 թվականին կազմվել է բնակելի տան նախագիծ, ունենք փաստ, որ ունենք փորձագետի եզրակացություն, որտեղ փորձագետը նշել է, որ այս բնակելի տան կառուցման ուղղությամբ ծախսված միջոցները 1999-ից 2000 թվականներին կազմել են այսքան ինձ փորձագետը եզրակացությամբ չի տվել, որ 1992 թվականին ուղղված միջոցները կազմել են այսքան։ Ինձ փորձագետը տվել է եզրակացություն, որ այդ միջոցները կազմել են այսքան 1999-ից 2000 թվականներին։ Մյուս փաստերի համադրության արդյունքում է վկայակոչված են այն փաստերը, որոնք վկայակոչված են։ Կառուցման ժամանակահատվածի վերաբերյալ ելակետը դուք եք դրանում։ Այո, փորձագետն ինչ անում, փորձագետին դուք ասում եք 99-ից 2000 թվականին ինչ կարժենա, ասենք չէ։ Ոչ, ես չեմ ասում 99-ից 2000 թվականին։ Ելակետը դուք եք տալիս շինքին Հետո որքան գումարը ծախսվել։ Ժամանակահատվածը մեր թվարկությունից առաջ օրինակ կարող է անվճար լիներ, Բնավ փորձակրություն չի իրականացրել բարձելու համար, թե նշված շինությունները այսինքն փորձակրությունը դրան չի վերաբերվում։ Այդ հարցը կքննարկենք հետո, եթե դրան հասնենք։ Պարոն Խաչատրյան, պարոն Մանուկյան, հետո դա չեք շարունակել։ Չենք շարունակել։ Չենք դուք մի րոպե չէ։ Միջնորդություն եք ներկայացնում, միջնորդությունը գրավորած է բանավոր եք հայտնել։ Այդ հարցը հետո կշարունակենք, եթե դրան հասնենք։ Ասենք։ Հիմա արտադրական լավան է, եթե դրան հասնենք, կարող է միջնորդություն բավարարվում ու կարողացած Ես չգիտեմ ինչ միջնորդություն եք ներկայացնում, միգուցե դա ընդհատում այս ամբողջ քննարկումը է, ես չգիտեմ, դրա համար միջնորդություն եք, ասում եք որ ունեք, ներկայացնում եք թե չէ։ Ակիտ ներկայացնում որտեղ մի օրինակ կարողանում Մասնավորապես ներկայացման գործով առանցված արտադրություն չի իրականացնում մասին միջնորդություն, քանի որ վերավոր տարբերակն արկա գործի դատարական նախապատմություններ որևէ հայտնի է, չընթերցեն զուտ ամրագրման միջնորդության հիմքերի ու հիմնավորումների։ Մասնավորապես Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ին սեզոր 17-70 որոշման եզրափակիչ մասի երկրորդ կետով արձանագրել է, որ ապօրինի ծագումով Գույքի բռնականացման մասին օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասին 1-ից 4-րդ կետերը, նույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի հետ համակցության մեջ համապատասխանում է սահմանադրության նաև մեկնաբանությամբ, որ բռնականացման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Հիշյալ որոշման պատճառաբանական մասում Սահմանադրական դատարանն արձանագրել է մասնավորապես որոշման 154-րդ կետում նշել է, որ հանցագործության հետ առնչության բերումով գույքի ուսումնասիրության օրենքով սահմանված հիմքերը նախատեսված են օրենքի ապօրինի գույքի բռնականացման մասին նկատի ունի 5-րդ հոդվածի առաջին մասի առաջինից 4-րդ կետերով, որոնց բոլորի դեպքում անձին ապօրինի ծագում ունեցող գույք պատկանելու վերաբերյալ կասկածը պայմանավորված է անձի հանցանքին առնչությամբ։ Մասնավորապես իրավասու մարմինը կարող է սկսել հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրությունը, եթե օրենքի իմաստով հանցանքը բնորոշվում է որպես բացառապես քրեական օրենսգրքով նախատեսված բաժնի սպառնալիքով արգելված հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված քրեական օրենսգրքով նախատեսված առարկներից մեկը, որոնց ցանկը իսկ որոշակիորեն սահմանված է օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետում 158-րդ կետում սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հանցավորության դեմ պայքարի նպատակով ներդրված քաղաքացիական դատարանության կարգով գույքի բռնականացման կառուցակարգերի համատեքստին վերաբերող իրավունքի զարգացման պահանջների եվրոպական դատարանի վճիռներում միջամտության համաչափության պահանջի բաղադրիչ է դիտարկվել, մասնավորապես բռնականացման ենթակա գույքի եւ բռնականացման վավերքի համար ինք հանդիսացող հանցանքի միջև կապի առկայությունը, որի առնչությամբ մասնավորապես Յորդանիայի ու Բուլղարիայի գործով այս դատարանը նշել է, որ որպեսզի գույքի ծանրացնելով տվելու իրավունքի միջամտությունը համապատասխանի առաջին արձանագրության առաջին հոդվածի պահանջներին ներպետական դատարանից ակնկալվում է, որ այն տրամադրի այն հանցանքի կամ զանցանքի վերաբերյալ որոշ տվյալներ, որի կատարումը արդյունքում է ենթադրյալ ձեռք բերված բռնականացման առարկա գույքը եւ ցույց տա, որ ողջամտորեն հնարավոր է կապ այդ իրավախախտման եւ խնդրու առարկա գույքի մեջ։ Նույն որոշման 160-րդ հոդվածում սահմանադրական դատարանը արձանագրել է, որ հետևաբար վերնշված գործոններն այնուամենայնիվ սեփականության հիմնական իրավունքի սահմանափակման նվազագույն նշածողը
Մարդինանքների եվրոպական դատարանի որ սահմանված լինելու պայմաններում նույնիսկ իրենց ամբողջությունները չեն կարող ապահովել օրենքով հետապնդվող հանցավորության դեմ պայքարի նպատակով դրանով նախատեսված միջամտության համաչափությունը, եթե օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի առաջինից 4-րդ կետերով 24-րդ հոդվածի առաջին մասի հետ համակցության մեջ մեկնաբանությունը չպարունակի բռնականացման ենթակա գույքի համապատասխան հանցանքի հետ այնպիսի կապը հիմնավորելու պահանջ, որը ներառում է տվյալ անձին վերագրվող հանցանքի իր համար տնտեսական ներառցելու հնարավորությունը։ Սահմանադրական դատարանի վերել նշված որոշումից պարզ է դառնում, որ եթե անձի գույքի ուսումնասիրություն սկսելու հիմք կարող հանդիսանա ապօրինի ծախսին ունեցող գույքի բռնականացման մասնորոշի, եթե 5-րդ հոդվածի առաջին մասի առաջինից 4-րդ կետերով պետք է սկսվի, ապա բռնականացման ենթակա գույք կարող է համարվել միայն այն գույքը, որի ծագումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով եւ արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը եւ այդ գույքի ձեռքբերումը կապված է կոնկրետ հանցագործության հետ։ Հարկ է փաստել, որ սույն գործով ուսումնասիրություն սկսելու հիմք հանդիսացած Մհեր Սեդրակյանի մերսագրող արարքի կատարման մեջ դատարանի օրինականության մեջ մտած դատավորը Մհեր Սեդրակյանի մեղավոր չի ճանաչվել, ինչը նշանակում է, որ այս բանի առնվազն որևէ խոսք չի կարող դնել հանցանքի մասին, ուստի նաև հայցադիմում նշված գույքի կոնկրետ հանցանքի հետ կապի մասին։ Նման պայմաններում որևէ կերպ չի հիմնավորվում հայցադիմում նշված գույքի կապը հանցանքի հետ։ Բացի այդ, հայցադիմում բացակայում են հիմնավորումներ Մհեր Սեդրակյանի մերսագրող ենթադրյալ հանցագործության եւ հայցադիմում մշակադրված բռնականացման ենթակա գույքի միջև պատճառ հետևանքային կապի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ սահմանադրական դատարանի վերաբերյալ որոշման արձանագրված գույքի բռնականացման համար պարտադիր պահանջ հանդիսացող հանցագործության հետ կապը բացակայում է ու հետեւաբար նման պայմաններում հայցը դառնում է ակնհայտ անհիմն։ Քաղաքացիական դատավորության օրենքի 303-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համաձայն գործին մասնակցող անձանց վկաների փորձագետի կամ մասնագետին հարցաքննելու ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ացնի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է, ակնհայտորեն ենթակա է մերժում, անկախ դրա հիմքում դրված փաստերից կամ հարցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման կամ ներկայացվել է ոչ պատշաճ հարցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ, այսպես ակնհայտ անհիմն հայց։ Այսպիսով սույն միջնորդության 26-27-րդ կետերում արձանագրված հիմնավորումներով հայցն ակնհայտ անհիմն է, հետևաբար ենթակա մերժման եւ դեպքում են, որ առկա է արագացված դատաքննություն կիրառելու հիմքերը։ Ելնելով վերնշվածից ղեկավարվելով քաղաքացիական դատավորության համապատասխան հոդվածներով միջնորդում ենք սույն գործով կիրառել արագացված դատաքննություն եւ հայցը մերժել ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Հարցեր ունեք։ Դիրքորոշում։ Դիրքորոշումը ստույցը հայտնեցի հասկանալու միջնորդության քննարկման շրջանակներում տեխնիկապես ստիպված են լինելու կտրել։ Համառոտ փորձը չի դրաստան։ Վարդիդակները սահմանադրական դատարանի որոշման պիտի վստահի սահմանադրական դատարանը հարաբերացի կատարել օրենքի նպատակների, մասնավորապես դատարանի քննարկելու հարցը տեղացող օրենքի նախատեսված միջամտությունը հետապնդում է սահմանադրական նպատակներ, իր որոշման հավելյալ կետում նշել է, որ օրենքի 7 հոդվածի առաջին մասի 4 եւ 11 կետի 5 եւ 26 հոդվածների համակցված ուսումնասիրության արդյունքում սահմանադրական դատարանի արձանագրել, որ պատասխանատու կողմից նշված նպատակներն իրենց հաղորդությունն ու օրենքով նախատեսված հավաքակարգերը։ Որոշման հավելյալ 5 կետում դատարանը արձանագրել է, որ օրենքի հիման վրա սեփականության իրավունքի գույքի բնականության միջոցով միջամտության կոնֆլիկտի հետապնդած նպատակները, կոռուպցիայի դեմ պայքարը եւ հանցավորության դեմ պայքարը, թե դատարանը այս երկու նպատակների հարաբերացել առանձին եւ միջավայր որոշման հավելյալ կետով դատարանը հստակ ընդգծել է, որ թե նշված երկու նպատակներն նույնն են եւ յուրաքանչյուր իրենով հետապնդող շահի տեսակի ծանրակշիռ դրանք օրենքում նախատեսված քաղաքակարգերի եւ ընթացակարգերի կիրառմամբ միմյանց բացառող չէ եւ կարող են հավեսական ինչպես միմյանց համընկնելով կամ փոխհրացնելով, օրինակ կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող գործերով, որոնք օրենքի իմաստով պաշտպան տարանցել, այնպես էլ առանձին։ Քննարկելով օրենքի կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը դատարանը ընդգծել է, որ տարբեր կառավարություններով, տարբեր իրավական ակտերով, նախագահի հրամանագրից մինչև հանրայնության մասին օրենքի քրեական օրենսգիր եւ իրավասու համալրություն մշտապես
կարգավորվել են պաշտպանական դիրքային բարեվարկության պահանջները, սահմանված է դրանց պահպանման անհրաժեշտությունը, այդ պահանջների կատարման համար պատասխանատվության կառուցակարգերը։ Որոշման համով 17-րդ կետում սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ամեն դեպքում օրենքի իմաստով պաշտպանական անձի կողմից պաշտոնական գրատվությունների իրականացման ողջ ընթացքում դիրքային բարեվարկության պահանջները պահպանել է և կոռուպցիոն դրսևորումներով դիրքային շահ հետապնդելուց և ստանալուց ձեռնպահ մնալու պարտականությունը ինքնին հենց հանրային ծառայության պաշտոնի ներհատուկ պատասխանատվության և պարտականությունների այն աստիճան ապահովների նախադեշտերին, որոնք նույնիսկ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերելու օրենքով կամ ենթահորիզոնական նորմատիվ իրավական ակտով նախատեսված հստակ արգելքի բացակայությունը չի կարող որևէ դեպքում դիտարկել կամ մեկնաբանվել որպես պաշտպանական անձի ծառայության սահմանափակումներին հակառակ ձեռք բերված դեպքի պաշտպանության հիմնավորում։ Անկախ ամենից դատարանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը երբևէ չի անհրաժեշտ կամ թույլատրելի համար է պաշտպանական անձի կողմից ոչ օրինական ճանապարհով դեպքի ձեռքբերումը, այդպիսի դեպքի ձեռքբերումը չի կարող ներառել Սահմանադրության 67 հոդվածի առաջին մասի իմաստով սեփականություն հաստատության սահմանադրական որոնական ծավալի մեջ։ Ավելի դատարանը քննարկելով վերջնահատված օրենքի իմաստով պաշտպանական անձանց կողմից ձեռքբերված ապօրինց արտոնացող նույնքի բնականացման կոռուպցիայի կանխարգելումը և դրանով պատճառ վնասի վերականգնումը համարել է Սահմանադրության 67 հոդվածի մասի իմաստով հանրային շահի լույսի ներքո դասվող նպատակ։ Այնուհետև դատարանն անդրադարձել է այս և անձնավորության դեմ պայքարի նպատակների համաչափությանը, նշված հարցերը քննարկելով օրենքի նախատեսված ուսումնասիրություն սկսելու հիմքերի համատեքստում առանձին։ Հիմա հարգելի դատարան իմ կողմից ասես նշեց դիրքորոշում առնենք, որ Սահմանադրական դատարանը այո երկու նպատակներ օրենքի քննարկել է ուսումնասիրություն սկսելու մասին որոշումների կայացման հիմք հանդիսացած հանրամատների տեսանկյունից, մի դեպքում հանցանքի արդյունքում, մյուս դեպքում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված և իրավասումների նախաձեռնությամբ սկսվող ուսումնասիրությունների դեպքում միևնույն ժամանակ հենց Սահմանադրական դատարանն է արձանագրել, որ այս երկու նպատակները միմյանց բացառիկ չեն, իրար համար կարող են համընկնել, փոխներացնել, որում Սահմանադրական դատարանը ուղիղ օրինակ է բերել կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործեր, որոնք օրենքի իմաստով նաև պաշտպանատար անձ են, և այս իրավիճակը այլ կերպ և այլ իրավիճակներում պատկերացնել, քան այն դեպքում, երբ օրենքի առաջին 4 հիմքերով սկսված ուսումնասիրություններն է առնչվում, որոնցով ուսումնասիրվում է այն անձին պատկանելիքի օրինականությունը, ով նաև պաշտպանատար անձ է, այլ նման իրավիճակում պատկերացնելը հնարավոր չէ։ Ավելին, որպես նշված դիրքորոշման հիմնավորում, արդեն իսկ նշեցի, նաև ընդգծել այն, որ դատարանը քննարկելով օրենքի հետևաբար դրա բոլոր պաշտոնների սահմանադրության համապատասխանության հարցը հակասահմանադրական չի ճանաչել օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում։ Այս համաձայն օրենքում նախատեսված վարույթի զուգահեռ ընթացող քրեական գործի վարույթը ավարտվել է, այդ թվում արդարացման դատարանների կայացումը կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելը կամ քրեական հետապնդումը դատարանացվել է, հիմք չեն ապօրինց ակտիվացող ոգի բնականոն վարույթի դատարանացման համար։ Այսինքն, այս օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի առաջին 4 կետերի առնչությամբ միջդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ խոսքովություն իրականացնող դատախազի կողմից ներկայացված զեկուցակի հիման վրա սկսված ուսումնասիրության հիմքում բացառապես և միայն անձնավորության դեմ պայքարի նպատակը դնելու պարագայում, այսինքն այդ դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը բացառելու մեկնաբանությամբ, օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նորմը առհասարակ կփոխել իր իրավարելությունը ավելի դատարանի կողմից այդպիսի դիրքորոշում արտահայտված լինելու դեպքում այդ նորմը կլիներ ինքնին Սահմանադրությանը հակասող, որովհետև ստացվեր, որ Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը, որ պետք է գործի բացառապես անձնավորության դեմ պայքարի նպատակը, այս դեպքում և այդ դեպքում այդ կառուցակարգը և գործընթացը դեպքի բնականացման հակասում է Սահմանադրությանը, արդարացնող հիմքով քրեական վարույթի ավարտվելու դեպքում մյուս պրոցեսը ընդհանրապես կդարձներ այդ մեկնաբանությունից դուրս գտնվող պրոցես, որպեսզի այդ պրոցեսը չլինի Սահմանադրական դատարանի բերված օրինակից դուրս գտնվող, հասկանալի է, որ պետք է լինի նաև Սահմանադրական դատարանի կողմից բերված օրինակում նշված իրավիճակը, բացի անձնավորության դեմ պայքարի նպատակից, պետք է լինի նաև կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ, որովհետև այն իրավիճակում պատկերացնել, որ այս նորմը չլիներ Սահմանադրությանը հակասող, պարզապես հնարավոր չէ։ Այսինքն, հարգելի դատարան, ամփոփելով, և տեղայնացնելով այս գործի
հանգամանքներում և փաստերում մենք նշեցինք, որ եւ այս նշված է, թե մեր Սեթրեդյանին ինչ արարք է վերագրվել է համակի պատմող գույքը իրեն փոխկապակցված անձանց օտարելու արարքին ինչի արդյունքում համակի վաճառել է վնաս, այդպիսի գույքի օտարման արդյունքում է նաև մեր կողմից այդ փաստերը վկայակոչված են, որ մեր Սեթրեդյանին փոխկապակցված ընկերությունը իրականացրել է բիզնես գործունեություն, ինչի արդյունքում ստացել է խոշոր շահույթներ և այդ խոշոր շահույթների արդյունքում շահաբաժինների արդյունքում ստացած շահաբաժիններն էլ օգտագործվել են նաև հետագայում այլ գույքերի ձեռքբերումների նպատակով։ Հետևաբար բացի նրանից, որ տնտեսական օգուտ է ենթադրում, այդ տնտեսական օգուտն էլ ենթադրվում է երկու կոմպոնենտով, առաջինը հենց ինքնին գույքի տեսքով, որը դուրս է եկել համայնքի սեփականության զանգվածից և մտցվել է փոխկապակցված անձանց սեփականության զանգված, ինքնին դա արդեն տնտեսական օգուտ է, և երկրորդ, որ նաև այդ գույքի օգտագործման և նրա օգտագործման արդյունքում է, որ մեր Սեթրեդյանին փոխկապակցված իրավաբանական անձը ստացել է եկամուտներ, ունեցել է շրջանառություն և դրա արդյունքում աշխատել է խոշոր շահաբաժիններ և այդ շահաբաժինների արդյունքում մեր Սեթրեդյան երկրորդ փոխկապակցված անձին կատարել են նաև այլ գույքային ձեռքբերումներ։ Այսինքն այս դեպքում մենք նաև ունենք հստակ կապցույց տրված վերագրվող մեր Սեթրեդյանին վերագրվող հանցավոր արարքի և նրա արդյունքում գույքային ձեռքբերումների այդ գույքերի որոնք գնահատված են ապօրինի և ներկայացված է բռնագազման պահանջ և բացի դրանից նաև ունենք կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը, որովհետև մեր Սեթրեդյանին նաև հանդիսացել է այնպիսի պաշտոն զբաղեցնող անձ, որը հանրային ծառայության մասին օրենքի իմաստով ենթադրում է հայտարարի ներկայացնելու պարտականություն և մեր կողմից այն գույքերը, որոնց բռնագազման պահանջի ներկայացված է, ընդգրկում են այդ ժամանակահատվածը, այդպիսի պաշտոն ստանալուց հետո ընկած ժամանակահատվածը։ Հետևաբար այս հանգամանքներով պայմանավորված հարցնական պահանջը չէ, խնդրում եմ այն ներդրել համոզություն։ Պարոն Ջահանգիրյան, դուք ինչ կարծիք ունեք։ Ես միանում եմ պարոն Մադարյանի կարծիքին։ Արգելի դատարաններում լիցան խնդրում են պարոն Հարությունյանի դիրքորոշումը բնականաբար կրկին նշան վերսամբարակուրելի չի, պաշտոնի ստանձնման պահից բռնագազման ենթակա լինելու վերաբերյալ, բայց այնուամենայնիվ եթե նույնիսկ այդ տեսանկյունից պարոն Հարությունյանը հարցին նայում, սույն միջնորդության քննարկման համար կարծում եմ իրական նշանակություն ունի տվյալ հանգամանքը, եթե նույնիսկ պարոն Հարությունյանի տեսանկյունից նայենք, էլի խնդրին, թե որ տարվա որ ամսաթվից է պարոն Սեթրեդյանը հանդիսացել այսօրվա օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ։ Մենք այդպիսի հաստատող ապացույցներ չունենք հետազոտված այս պահին դատանում, հետևաբար ես կխնդրեի դատանին հետաձգել այսօրվա նիստը հնարավորություն տալ նման հարցում կատարելու, մենք դեմ չենք, եթե հարցումը կատարի նույնիսկ այս օրի ներկայացուցիչը, առավել ևս, որքանով որ ես տեղեկացված եմ, որոշակի այլ գործերով նմանատիպ հարցումներ կատարվել են, չեմ պնդում դա, ուղղակի որոշակի նման խոսակցություններ լսել եմ, խնդրում հետաձգել իսկ հնարավորություն տալ այդ հանգամանքը պարզելու համար։ Լավ, պարոն Մանուչյան, դուք ինչ կարծիք ունեք։ Միջնորդության վերաբերյալ միանում միջնորդության իսկ հետաձգելու եմ ևս հետաձգելու հետ կապված։ Ես էլ եմ նշում, որ փաստեր վկայակոչվեց առարկության մեջ այս օրի ներկայացուցիչ կողմից, որոնք գործով չհետազոտված ու գործում նմանատիպ տեղեկատվություն արդեն չի առհասարակ։ Պարոն Ջահանգիրյան, Արգելի դատարանների քայցադին ներկայացնելու օրվանից մինչ այսօր գրում եք ամբողջության մեջ, որևէ հարցի հստակ չի պատասխան պարոն Հարությունյանը։ Նաև այս կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավորության դեմ պայքարի մասով ևս միախառնված պատասխան տվեց, ըստ էության չկարողացան տարանջատել գույքերից որն է որ հանցավորության հետ կապունի, որն է որ պահպանավարման հետ կապունի։ Հենց այդ տեսակետից զուտ ներգործողություններում վստահություն ստեղծելու համար այո, ինձ հետաձգելու
այսօր միանալու գործիքերով միանալու։ Անհարցություն միջնորդության դրամատում խնդրում արեգատան նախինքին արագացված դատականություն կիրառելու միջնորդությունը այնպիսի միջնորդություն չի, որը ենթադրում է ապահովության պարտականությունը բաշխելու մասին որոշման կարծիք, սա բանալության միջնորդություն չի, որ նման պարտականություն ենթադրի, ինքնին հենց այն փաստը, որ պատասխանատու կարգավորում է, որ դրա համար պետք է ապացույցները հետազոտել, արդեն իսկ խոսում է նրա մասին, որ ակնհայտ անդիման լինելու մասին խոսքը չի կարող լինել, հակառակ դատանը վերաբաշխում ապացույցները հետազոտվում են ու այդ հարցի պատասխանը ստանում են, բայց մյուս հանգամանքը այս ընթացքում ներողություն ավարտել բանվարշատրյան եւ բացի այդ նույնիսկ եթե ազգային ժողովի պատգամավոր լինելու հանգամանքներ դնենք մի կողմ, հենց հիմա արագ ինչը որ կարեցա գտնել այս ծավալուն ապացույցների մեջ, ձեզ տրամադրված ապացույցների մեջ սկանավորված փաստաթղթերում 252-րդ թերթում ներկայացված է մեր սեքրետարի կողմից ներկայացված 2001 թվականին ներկայացված հայտարարագիրը, որտեղ նշել է, որ այդ հայտարարતું պաշտոններում թաղապետի ստանձնել է 1999 թվականի դեկտեմբերի 1-ից։ Արդեն իսկ այդ ժամանակահատվածը ներառում է մեր կողմից սահմանված ուսումնասիրող ժամանակահատվածը, այլ ազգային ժողովի պատգամավորի մասին չեմ խոսում, այդ փաստերը կապված են համապատասխանատվություն, եթե դատարանը ունեցի արագացած դատականություն կիրառելու մասին միջնորդություն։ Ձեր հետաձգման միջնորդության հետ կապված լրացուցիչ ասելիք ունեք։ Ամեն դեպքում պնդում ենք, մենք կարծում ենք, որ պաշտոնական տեղեկատվության տարիք ամեն դեպքում կա, եթե տեղեկատվությունը Սպասեք, պարոն Խաչատրյանը ներկայացվող հայտարարությունն է վերաբերում այն օրենքի իմաստով ու սահմանադրական դատարանի որոշման իմաստով հանրային ծառայության մասին օրենքի նորմերի Դուք եք վկայակոչում, դուք ձեր առարկությունները եկեք բացառապես դրա վրա։ Հիմա զգացվեք ինչի վեր։ Դուք պետք է հայտարարագիր եք ներկայացնում տաներեք։ Պետք է հայտարարագիր այսօր ցանկացած քաղաքացի պետք է ներկայացնի։ Այդ տրամաբանության բոլորը հայտարարող անձինք են։ Կավարի վերաբերյալ հանրային ծառայության մասին օրենքը կարգավորում ունի, եթե ապացույց ներկայացնելու հարց չկա, այստեղ իրավունքի հարց է։ Ձեր ասած վերջացրեք այս քննարկումը, պարոն Հարությունյան։ նույնիսկ հանրային ծառայության մասին փոխենք ավելացնել ինչ Եթե նույնիսկ նախ մենք մեր միջնորդությունը ամբողջությամբ պնդում ենք, նշված իսկ հետաձգելու միջնորդությունն ենք պնդում, եթե նույնիսկ դատանը պարոն Հարությունյան ձեր նշածը հիմք ընդունի, այսինքն այդ հիմնավորումները հաշվի առնելով այս հարցը քննարկի, միևնույնն է, այդ հարցը առաջ է գալիս եւ այս բանին հնարավոր է օրինակ մասնակի բավարարման ինստիտուտ կիրառվի, հնարավոր է տեսականորեն, բայց այդ ամեն ինչը պարզելու համար մենք ուզում ենք լրացուցիչ փաստակ ներկայացնել։ ավարտեցիք։ Եվ հնարավոր է նաև այլ փաստակներ ներկայացնել։ Հնարավոր է այլ փաստերի որովհետև այսօր պարոն Մանուշարյանն էլ որոշակի հանգամանքներ բացահայտեց, նույն այդ առանձնական հետ կապված, որը ըստ կադաստրի տված ինֆորմացիայի կառուցվել է 92 թվականին։ Հնարավոր է դրա հետ կապված էլ որոշակի փաստակներ ներկայացնել։ Չէ, նաև այստեղ պարոն Հարությունյանի կողմից վկայակոչվեց պետեկամուտների կոմիտե ներկայացված հայտարարակի, իսկ այն սահմանադրական դատան իրավորոշման մեջ ինչ որ արձանագրել է ինքը ինչպես որ մեկնաբանում էր, հասկանում ենք հանրային ծառայությունների հանրային ծառայության մասին օրենքով համապատասխան ենթադրում եմ էթիկայի հանձնաժողով կամ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացվելիք հայտարարում պաշտպանական լինելու հետ կապված։ Հիմա դրա հետ կապված ուրեմն տարբեր ժամանակահատվածներ համայնքի ղեկավարների մասով տարբեր կարգավորումներ են գործել, օրինակ համար ըստ համայնքի բնակչության թվի վեր որոշվում թե անձը հայտարարատու համայնքի ղեկավարը հայտարարատու է, հայտարարատու չի։ Հիմա այս պայմաններում այդ հանգամանքների վերաբերյալ եթե ունի հիմնավորումներ, թող ներկայացնի, եթե չունի, որտեղ իր առարկությունը բացառապես կառուցվում էր դրա վրա, հիմա էլ ասում է 99 թվից էլ համայնքի ղեկավարը եղել, բայց արդյոք հանրային ծառայության մասին օրենքով ձերից վկայակոչած հանգամանքներում ու պայմաններում ցանկացած համայնքի ղեկավար հայտարարատու պաշտպանականից չի հանդիսանում, կապված էր, եթե չեմ սխալվում, համայնքում գրանցված անձով թվականակից չեմ հիշում հիմա թիվը, տարբեր ժամանակահատված տարբեր է եղել։ Ունի արդյոք հիմնավորումներ, թե չէ։ Ուրեմն քննարկելով միջնորդության քննությունը հետաձգելու վերաբերյալ պարոն Խաչատրյանի միջնորդության սրով կողմերի դիրքորոշումները դատարանը գտնում է հետևյալը
ներկայացվել է արագացված դատաքննություն կիրառելու եւ հայցը մերժելու վերաբերյալ միջնորդություն, իսկ հետաձգման միջնորդությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է որոշակի փաստեր ճշտել, որոշակի ապացույցներ հավաքել ներկայացնել, ինչը համահունչ չի այն միջնորդությանը, որը ներկայացվել է եւ այդ միջնորդության քննության եւ լուծման նպատակին չի ծառայում։ Հետեւաբար ձեր միջնորդությունը դատարանը գտնում է անհիմն եւ որոշում է այն մերժել։ Վերադառնանք արագացված դատաքննություն կիրառելու եւ հայցը մերժելու միջնորդությանը, ապա կողմերի դիրքորոշումները լսելով դատարանը գտնում է հետեւյալը. Դուք իհարկե քննարկեցիք սահմանադրական դատարանի որոշումը, թե ինչպես է յուրաքանչյուր կողմը մեկնաբանում, ինչպես է գտնում, որ այն պետք է կիրառվի, բայց քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածը արագացված դատաքննություն կիրառելու որոշակի դատավարական ընթացակարգ է նախատեսում, որը դուք վկայակոչել եք, խոսքը 303-րդ հոդվածի առաջին մասին է վերաբերում, որտեղ նշված է գործին մասնակցող անձանց վկաներին, փորձագետին, մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն։ Այս գործով մենք դեռ դատաքննության չենք հասել, ապացման բեռի բաշխմանը չենք հասել, նախապատրաստական փուլում ենք։ Այսինքն դատարանը չի կարող որևէ եզրակացություն անել, արդյոք անհրաժեշտ է լսել գործին մասնակցող անձանց վկաների, մասնագետին հարցաքննել, ապացույցը գտնվելու վայրում հետազոտել։ Այսինքն դա հնարավոր է այդ հարցերի վերաբերյալ ինչ-որ կարծիք ձևավորել միայն այն դեպքում, երբ որ որոշվել են ապացուցման ենթակա փաստերը եւ բաշխվել է ապացուցման պարտականությունը, թե ով ինչ ապացույց պետք է, ինչ փաստ պետք է հաստատի։ Քանի որ այդ փուլին չենք ասել, արդեն իսկ արագացված դատաքննություն կիրառելու հիմքը 303-րդ հոդվածով չկա, բայց դատարանը նաև մեկ այլ հանգամանք է 303-րդ հոդվածի առաջին մասի կարգավորումներից ցանկանում շեշտադրել, դա այն է, որ դա դատարանի իրավունքն է հայցողությունը։ Եվ դատարանը բացի այս նշված ունի նաև հայցողություն, որոշ դեպքերում կիրառելու արագացված դատաքննություն, թե չէ։ Ձեր այս ամբողջ քննարկումը սահմանադրական դատարանի որոշման ներքո վկայում է, որ դատարանի համար ակնհայտ չի ոչ հայցի հիմնավոր, ոչ անհիմն լինելը եւ արագացված դատաքննություն կիրառելը նման բարդ եւ ծավալուն գործով նաեւ նպատակահարմար չի լինելու, երբ որ դատարանը նաեւ իր իրավունքը իրականացնի արագացված դատաքննություն կիրառել։ Այսինքն 303-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերը բացակայում են արագացված դատաքննություն կիրառելու, հետեւաբար դատարանը որոշում է միջնորդությունը մերժել։